որ ես հա, ուրիշ ես ունեմ ինձ։ Հասկացա։ Ահա։ Անժելան։ Էլիբեգովա Երրորդ անգամ Ողջույն, լսում եմ ես։ Քո իրոնիան ոչ տեղին չի իմամ էլի։ Ես ողջ եմ, դա արդեն լավ է։ Ես մի քիչ առաջ դուրս եկա։ Վազգեդի համեմատ թարտես կուրես։ Ենթադրում եմ, որ իմ տեղամասը երևի վերջիններից է, եթե ոչ ամենավերջինն է փակվել, որովհետև այդպես առավոտվա 8-ից ես այնտեղ կանված էի, արդեն տղաներին հասցրել եմ պատմել բավականին բարդ եւ ծանր տեղամասեր բազմաթիվ խախտումներով, որոնք ֆիքսել եմ, փոխանցել եմ Գոհարին Մելոյան, արդեն հետագա ընթացակարգը չգիտեմ ինքնա կմիանա կբացատրի ինչ ենք անելու, ոնց ենք անելու, բայց առավոտվա 8-ից մինչև գիշերվա տենց 1:30-2-ը ես կարողացա ամենասկզբից մինչև ամենավերջ, մինչև այդ արձանագրություններ կազմելը, փակելը, պլոմբելը, այդ ամեն ինչը մի տեղամասում ամբողջ պատկերը ունենալ ինչա կատարում եւ քանի որ ես կտրված եմ եղել իրականությունից անկեղծորեն կենտրոնացած հիանալի թարտես, դա էլ ասա։ Մի արա, մելիքա։ Молодец. Հատկապես վազգերի համեմատ, դա էլ ասա։ 100%։ Անջ, ո՞մոդ լույսը տարել էին։ Հա ջան։ Լսի, իմոդ չէ, բայց եղա շատ հետաքրքիր բան, ժամը 4-ի, 4:30-ի կողմերը տեսա, որ բոլոր ոստիկանները այսպես դուրս են գալիս տարածքից, երբ որ վերադարձան հարցրեցի ինչա տեղի ունեցել, գուցե ինչ-որ միջադեպ ա եղել կամ ինչ-որ բան են ֆիքսել, այսպես ձեռքը պարզեց, ցույց տվեց, ասեց մոմեր են մեզ բերել, որովհետև ընտրական օրենսգրքով պահանջվում է, որ լինեն ընտրատեղամասում մոմեր, բացի նոր են բերում ժամը 4-ին, ասեց հա, ասացի, այսինքն մենք ակնկալում ենք, որ մեր մոտ լույս է անջատվելու, ամեն դեպքում մենք պատրաստ ենք նաև այդ իրավիճակին, որտեղ արդեն լուրեր գալիս էին, որ այլ տեղամասերում նման բան պատահել է, մեզ մոտ պահի տակ տեխնիկական պատճառով անջատվել էր կամերան, բայց ես այսպես մարտկոցով, բանով լայվը պահելու պատրաստակամությամբ, նաև հաշվարկին լրագրողներ էին եկել, որպեսզի բոլորս միասին չունենանք իրավիճակ, որի ընթացքում մենք չունենք լույս կամ ուղիղ հեռարձակում եւ իմ տեղամասում այդ անհասկանալի միջադեպից կարողացանք խուսափ։ Բացի դրանից երբ թե ամեն ինչ իմ տեղամասում հասցրել է լինել այսօր։ Մի բան հարցնեմ, էլի ձեր այդ հանձնաժողովի նախագահներ չէ, այդպես հանում ասում 2, 3, 9, 1, չգիտեմ, չէ՞, հանձնաժողովի նախագահը։ Այո։ Մենք մի երկու տենց հետևում էինք ճանապարհին Գյումրիից գալու, ինչ որ տենց ոցեր էր անում, էլի, ինչ որ տենց խնդալու բաներ էր ընթացքում ասում, բան, ձեր մոտ տես բան կար թե չէ։ Չէ, մեր մոտ ուրեմն անվավերների Չէ, մեր մոտ առավոտվա 8-ից, քանի որ ինձ խոստովանեցին, որ ես ահավոր բոլորի կյանքը այսօր փչացրել եմ, շաքարը բարձրացել է մարդկանց իմ գոյությունից այսօր առավոտվանից այդ տեղամասում, ամեն ինչ հաշվարկի ժամանակ մաքսիմալ արվում էր, այնպես որ ես չունենամ որևէ առարկություն իրենց հանդեպ պաուստավու էր մաքսիմալ, չնայած որ այնտեղ ունեցանք նաև խախտում ընթացքում թեկնածուներ, որոնք եկել էին հաշվարկի, իրենք մոտեցան, սկսեցին ձեռք տալ հաշվել քվիտոկներ, տարբեր պարագաների, որոնց իրավունք չունեին մատով դիպչելու եւ պարտադրեցի իհարկե, որ դա էլ արձանագրվի մատյանում, այսինքն իմ տեղամասում էլ եմ կրկնում, ինչ ուզես եղել է։ Ուղղակի քանի որ հստակ բնականաբար գիտեի ընտրական օրենսգրքով ինչն է խախտում, ինչը խախտում չի, մաքսիմալ արագ այդ ամեն ինչը ֆիքսում էի։ Բայց օրինակ այդ տատիների մասին ես կտրված եմ եղել վերջի 10-15 րոպեն էի լսում, իրականում սարսափելի բաներ են ինչ որ պատմում էի, բայց ֆիքսեմ, որ ինձ մոտ եղել են մեծ տարիքի մարդիկ եւ մարդիկ, որոնք ֆիզիկապես ինքնուրույն չէին կարողանում քվեարկել եւ անընդհատ փորձում էին բարեկամները իրենց ուղեկցել, բացատրվում էր այդ մարդկանց, որ դա արգելված է, դրսից պետք է մարդ բերեն, բացարձակ նեյտրալ, որը կուղեկցի դեպի ընտրախոց,
Այսինքն ինչ որ բաներ կար, որոնք օրինակ ունեցել եմ տեխնացուներ, որոնք քվեարկության ընթացքում փորձել են մտնել տեղամաս, էլի իրենց բացատրվել է, որ դա արգելված է, կարող եք ժամը 8-ից հետո ներկա լինել հաշվարկին եւ այլն։ Այսինքն նախ ֆիքսենք, որ մարդկանց տոտալ մեծամասնությունը կարգը նույնիսկ իրենց քվեարկելու չգիտեն։ Եվ անընդհատ հարցեր առաջանում, անընդհատ դուրս են գալի իրարին հարցնում, ինչ էլի արգելված է, հա, մարդկանց պետք էր իրազեկել շատ հստակ ԿՀ-ի կողմից կարծում եմ այստեղ բաց թողում կա նաև, որ մարդիկ հարցնում են, իսկ գրիչը ուր է, իսկ գալը չկան, իսկ են, այսինքն չհասկանալով, որ կարգը ամբողջովին փոխվել է։ Սա ենթադրում եմ, որ մասսայական բնույթ կրող խնդիր է, որտեղ դիտորդներից ում հետ խոսում էի, բոլորը դրա հետ առնչվել են, որ մարդիկ իրազեկված չեն եւ տեղում էլ իրենց այսպես երկու բառով ասում են կամ ուղղակի հարցնում են, ձևը գիտեք, ինքը ասում է, հա, մտնում է, հետո բարձվում է, դուրս է գալիս ձերքում թափահարելով քվեաթերթիկներ եւ այլն։ Ունեցել եմ դեպք, երբ որ մարդը փորձեց նկարահանել իր քվեաթերթիկը, այդտեղ էլ իրազեկվեց, որ եղել է ամեն դեպքում։ Իմ մոտ եղել է, ֆիքսվել է կամերայով, ես այսպես կամերան ձերս ամեն ինչը ֆիքսում էի, այդ ԿՊ-ի տեխնացուն ասեց շատ եք նկարում, տղաներին պատմել եմ դրա մասին։ Մի խոսքով շատ էքստրիմ տեղամասերի մոտ այսօր։ Դե գիտես, ամենտեղ, որ մենք կապ ենք հաստատում, իր էքստրիմ էլեմենտները ունեցել է, թեպետ քեզ մոտ հավանաբար ավելի շատ են եղել, բայց օրինակ Ադիբեկյանի մոտ մի հատ տատ եկել։ Այո, զանգեցի ինձ ինչ որ կռիվ եղել, ինչ եղել։ Տատին եկել է, վերցրել էր առողջ։ Հա, ինձ զանգեցին լրագրողներ։ Պաստորետ։ Դու է տատին։ Լրագրողները զանգեցին։ Մարդու երախը խելել է բան։ Ինչ հարցնում էին, ինչա տեղի ունեցել Արմինեի հետ Ադիբեկյան, ասի անկեղծ տեղյակ չէ, որտեղ մոտ այդ պահին ահավոր գերակտիվ sense կուտակումներ էին, որոնց դեմը ոչ մի ձև չէր հարողվում առնել, փորձում ենք բացատրել, որ ոստիկան կանգնացրեք այդտեղ դրան մոտ, որ խումբ ներս թողեն գոնե, բայց մինչև sense մուտք 40-50 հոգի մարդ անսպասելի շատ անհասկանալի ձևով կուտակումները սկսվեցին եւ անհասկանալի ձևով իրենք շատ կտրուկ ավարտվեցին եւ իհարկե դա ֆիքսվել է նույնպես որտեվ օրվա ընթացքում կա ինչ-որ տրամաբանական մարդկանց հոսք, հետո կտրուկ այդ հոսքը շատ կտրուկ ձևով աճում է, հետո էլի գալիս է նորմայի։ Իմ տեղամասում դա շատ ակնհայտ ձևով ֆիքսվել է։ Պարզ է, դե ինչ, շնորհակալություն, այստեղ քեզ նաև մեր տեսարանից են մեծ շնորհակալություններ հայտնում, ողջ ընթացքում էին հայտնում շնորհակալություններ։ Իմ ասածը չեն ասում, որ շատ տեսք ունի։ Կարծում եմ համաձայնում են քեզ, դուր համաձայնում են։ Նա 3400 կինոմը ոչ մեկ չասես, լավ Ռուբենես ինչ ես ասում։ Հա, այդ նշանակում ասել որ հազարավոր մարդիկ հիանալի տեսք ունես։ Համաձայն են։ Շնորհակալ եմ։ Եթե շարունակվեր երկրորդ փուլ լիներ, դու տենց կարայիր միանգամից մտնել երկրորդ փուլի։ Այո։ Իրականում հիմա այդ երկրորդ տխանյան բացվել է, այտենց ես հիմա մի հատ կփորձեմ հասկանամ առհասարակ ինչա կատարվել այսօր օրվա ընթացքում։ Արած դու ասեն Վիլեն Գաբրիելյանը մի տեղ իլդիմա բռնում է սա ընթացքում, այդ էլ դրանց ինչ արել։ Ինձանից մոտավորապես կարծում եմ 20-30 մետր հեռավորության վրա են, որտեվ ես Ռեյդիսոնի դիմացի մայթն եմ հենց հիմա։ Այդպես կարծում եմ։ Հենց սպասի, տեխնիկային թատրոնի տեղամասներ քոնը։ Չէ, հա, որտեղ տենց իրաց տևից։ Իմս 58-ում է, շատ խառը թաղամաս է 58-ը, այնտեղ միշտ անհասկանալի է քվեարկության արդյունքները լինում եւ բավական բարդ եւ մեծ տեղամաս էր 1730 հոգի, բայց երբ որ ես խոսեցի այն դիտորդների եւ վստահված անձանց հետ, որոնք նախորդ ընտրությունների նույնպես ներկա են եղել, ասացին, որ նման մասնակցություն երբևէ չի եղել, ինչ որ աննախադեպ քանակի մասնակցությունը այս ընտրություններին եւ նույնիսկ այդ տեղամասի համար ոչ բնորոշ ակտիվություն է այդտեղ տիրում, այդպիսի թվեր 771 քվեարկողեր ասացին, որ նման բան պատմության մեջ իրենց չեն հիշում, որ նման մասնակցություն լինի։ Որը մի հատ առանձին ուսումնասիրության առարկա։ Դե լավ, շնորհակալություն։ Որը առանձին, այո, հաջողություն Գյումրիում ման գալու եւ տարբեր հարբած մարդկանց հնարավոր հանդիպելու
հարցում, կամ ավելի ճիշտ մաղթում եք, որ չհանդիպես, վայելես Գյումրին, որովհետև այսօր մենք Գյումրիում ենք հիանալի եղանակ էր, ամենից շատ լավ էր, հիմա ճիշտ է։ Դուք հասցրել եք վայելել, ես վայելել եմ մի հատ ընտրատեղամաս խախտումներով։ Ասեմ քեզ, ասես բաներ են կարել։ Ջիջի լես գցում մի խոսք։ Դե հիմա վաղը տեղ ես լինելու, չնայած երկու շաբթի է։ Կապի մեջ Անժ ջան, երևի ոչ այսօր, բայց ամեն դեպքում շնորհակալություն շատ։ Մենք հիմա արդեն թարմացել արդեն, չէ՞ ոնց որ թե։ Ինչը։ Կարեք մի հատ է զանգեք մի 2 ժամից, եթե կապի մեջ եք մնալու։ Օ, կարող է Արեկը գա նոր կապվի։ Ոնց ուզում ես։ Ուզում ես գնաս։ Լավ, Արեկ Անժելային թողենք։ Հա, էլի Անժելային Ինձ բաց թողեք նոր քննարկեք։ Պակա երեխեք։ Հիմա Հա։ Մելոյան գոարի հետ ենք շփվելու։ Դե խո շփվենք։ Հեսա միանանք, մի հատ Իրան էլ ասա տեսքը բան ոնց